Եկոսելի ֆուտբոլասեր բարեկամներ ընդամենը մի քանի վայրկյան անց մեզ մոտ կտրվի խաղային շաբաթվա վերջին խաղային օրվա 1 տարկ այսօրվա խաղում միմյանց դեմ կմրցեն Բենֆիկան ու Միլանը, ինչը նշանակում է իհարկե թիմերի անունները լսելիս, որ մենք դիտում ենք անկասկած երկրորդ դիվիզիոնի ամենակենտրոնական հանդիպումը այս տուրում, դա կասկածից իհարկե դուրս է եւ ոչ միայն այս տուրում, այլ նաեւ ամբողջ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկն է սա, քանի որ քիչ անց երբ ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը, արդեն ինտերդ կհասկանաք, թե այս հանդիպման կարևորությունը ինչ բարձր աստիճանի վրա է։ Հիմա անմիջապես Միլանը փորձեց անցնել գրոյի, բայց այստեղ շատ լավ գործեցին Բենֆիկայի պաշտպանները ու եկեք հիմա արդեն արագորեն նաև ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ։ Այսօր Բենֆիկան ունի արվեստնակի կորուստ հիմնական ավակ եւ դարպասապահ Սուրեն Սարգսյանը ներկա չէ այս հանդիպանը հիմա Խալացյանի վտանգավոր հարվածում մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Այո, Սուրեն Սարգսյանը բացակայում է այսօր Բենֆիկայի հայտարարությունում եւ այդ իսկ պատճառով դարպասը պաշտպանում է Արկադի Ղուլյանցը համար 1, Լյուքսեն Սահակյան համար 3, Արամ Եգանյան համար 5, նա այսօր հիմի ավակ Տիգրան Հաղթազարյան համար 6, Հարություն Մկրտչյան համար 8, Վարդգես Իսրայելյան համար 10, Գևորգ Սուրմալյան համար 14, Հրաչ Ղազարյան համար 77, Արամ Հայրապետյան համար 80 եւ Վլադ Մխիթարյան համար 89, հա այսպեսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված։ Բենֆիկան Միլանի դարպաս այսօր պաշտպանում է Հովանես Ղազարյանը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Յոնուս Ահմադ համար 3, Արտաշ Ժուլիկյան համար 5, Վիգեն Դուրյան համար 6, Արսեն Բաբախանյան համար 7, Էրիկ Հունանյան համար 8-նա թիմի ավակն է, Լեքսո Սահակյան համար 14 եւ Սեյրան Խալացյան համար 19, ահա այսպեսի հայտարարություն ունի այս դերբի հետ կապված Միլանը, այո չեմ վախեն այդ բառից, սա իհարկե երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կարելի է այս հանդիպումը դերբի համարել, քանի որ այս պայդրությամբ մրցում են առաջատար Բենֆիկան, ով 14 հանդիպումից հետո 34 միավորով գլխավորում է երկրորդ դիվիզիոնը, Միլանն էլ 6-րդ հորիզոնականում է այս պահին գտնվում վաստակած 28 միավորով, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացել Միլանը։ Եթե այսօր իտալական ակումբը հաղթանակի հասի Բենֆիկայի նկատմամբ եւ իր բաց թողած հանդիպումը նույնպես հաղթի, կհավասարվի հենց Բենֆիկային մրցաշարային աղյուսակում այնքան խիտ է թիմերի դասավորվածությունը երկրորդ դիվիզիոնում, իսկապես 1-2 միավորների տարբերությամբ 1-ից մինչև 6-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած թիմերը, ինչու ոչ նաև 7-րդ հորիզոնականում գտնվող Փարիզը շատ մոտ են միմյանց, պարզապես այն տարբերությամբ, որ Փարիզը արդեն այս տուրի հանդիպումը անցկացրեց եւ պարտություն կրեց այս տուրում Փարիզը, բայց պարտվեց Մոնցային շատ հասկանալի խաղում, իհարկե շատ ակտիվ էր Մոնցան երեկվա խաղում ու կարողացավ շատ վստահ հաղթանակի հասնել Փարիզի նկատմամբ, իսկ այսօր Բաբախանյանի հերվից հարվածն ենք տեսնում ու մի փոքր շեղությամբ ընթացավ, այսօր արդեն հանդիպում այլ պատկեր է ստանում, այսօր արդեն այս խաղը իհարկե շատ կարևորության մեծ կարևորություն ունի երկու թիմերի համար, այն որ կհաղթի Բենֆիկան ու էլ ավելի կամրապնդվի առաջին հորիզոնականում, դա իհարկե Բենֆիկայի տեսանկյունից շատ լավ կլինի, բայց Միլանը ինչպես վերջին մի քանի տուրերում շատ վստահ տեսք ունեցավ, այնպես էլ այսօր դուրս է եկել խաղադաշտ միայն ու միայն հաղթանակի հասնելու համար ու իհարկե շատ հաջողակ այսպես ասած ընթացքը շարունակելու իսկապես շատ հաջող ելույթներ է ունենում Միլանը հաղթեց 2 անգամ Փարիզին, մեկը Եվրոպա լիգայի խմբային փուլի շրջանակներում, մյուսը երկրորդ դիվիզիոնի հաղթանակի հասը շատ կարևոր խաղում Այաքսի դեմ մրցավեճում այնտեղ հաղթական գոլը եթե չեմ սխալվում խփեց Արսեն Բաբախանյան ու հաղթեց 2-1 քաշվող Միլանը այդ խաղում մի խոսքով շատ հաջողակ ընթացքի մեջ է իտալական ակումբը ու տեսնենք այսօր հիմա միանգամից անցավ գրոյի Բենֆիկան, բայց այստեղ եթե չեմ սխալվում նույնիսկ դարպասաձողին դիպավ Գնդակա Մխիթարյան ու այստեղ արդեն ընկավ Բենֆիկայի գրոյի տեմպը, բայց երկրորդ տեմպով շարունակեն Եգանյան փոխանցում ու այստեղ էլ արդեն Եգանյանի փոխանցմանը փորձեց Սահակյանը արձագանքել, բայց դարպասապահ Ղազարյանը ձեռքերով հեռացեց Գնդակը շատ ակտիվ է իսկապես մեկնարկել հանդիպում ու թիմերը իհարկե միտված են առաջին իրենք հասնելու հաջողության Բաբախանյան եթե ստացվեց Գնդակը պահել, ապա շատ վտանգավոր հակագրող կարող էր Միլանը սկսել, բայց հերթ թողեց Արսեն Բաբախանյանն ու հիմա արդեն եզից նետելու են Բենֆիկայի ֆուտբոլիստները այստեղ փորձ տեսանք Իսրայելյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ Գնդակը ու հարված է լինելու Հովանես Ղազարյանի պաշտպանած դարպասից իհարկե կրկնում թիմերը մեկնարկը շատ զգուշավոր են փորձում անցկացնել իհարկե եթե չկարողանան հասնել
բավական երկրախաղ ժամանակ հաջողության դա հասկանալի կլինի, բայց մտածում են իհարկե առաջին իսկ երթին առաջին գնդակը չընդունելու մասին, դա իհարկե արդեն կարող է դիմերից յուրաքանչյուրի մոտ փոփոխել սցենարը, Խալացյան ու հարվածնել կա, բայց այստեղ էլ հեռացեց գնդակը դարպասապահ Ուլյանցը, Միլանն է նորից փորձում, վտանգավոր է ու այստեղ այո Ջուլիկյանը մեծ ջանքերի շնորհիվ հաստատեց անկյունային հարվածի հնարավորություն ու տեսնենք արդեն անկյունայինը ինչպես է իրացնելու թիմի Ավակ Ունանյանը միանգամից փոխանցում Դուրյանը միացել է, բայց խաղթեց Վիգեն Դուրյանը այո խաղի կանոնները թիկունքից հրեց մրցակցին Այո, իսկապես Միլանը շատ լավ մրցելույթներ է ունեցել ոչ միայն վերջին նշածս խաղերում, նաև հատկանշական է ու շատ իհարկե տպավորիչ հանդիպում էր, շատ հիշարժան հանդիպում էր Արարատի դեմ խաղը Բաբախանյան ինչ կտրող փոխանցում նախապատրաստեց, բայց ափսոս փոխանցումը չհասավ Խալացյանին։ Այո, Արարատ Միլան հանդիպումը դեռ երկար ժամանակ է հիշվելու ԱՖ-ում, երբ Միլանը զիջում էր Արարատին 3-1 ու մեկ ֆուտբոլիստ պակաս էր գտնում խաղադաշտում, բայց Միլանը կամային որակներով փակում է իսկապես վերադարձավ խաղ։ Հավասարեցեց այդ խաղում հանդիպան աշիվ ու վերջնամասում կարողացավ Արսեն Բաբախանյանի կրկին այո այդ ֆուտբոլիստի ջանքերի շնորհիվ մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով կամբեք կատարելու հաղթել 4-3 հաշվով Արարատին իհարկե այդ ժամանակ Միլանը մի փոքր ավելի վատ մարզավիճակում էր գտնվում, քան հիմա է ու իհարկե բնականաբար այսօր արդեն փորձելու են ավելին անել ռոսոները եւ տեսնենք դա ինչպես է ստացվելու Աղազարյան ուղարկեց գնդակի Իսրայելյանի ուղղությամբ հիմա էլ Բենֆիկան է գրոյի անցնում դեպի կենտրոն Մխիթարյանը շատ հաջող ընդունեց գնդակը դեպի Աչեզր բայց Դուրյանը այստեղ հասցրել հեռացնել գնդակ ու եզրային է Հետ է Ստիգյան Աղազարյանը եզրից Եգանյանի ուղղությամբ դեպի ավելի ետ Եգանյանը ուղարկեց Գուլյանց դեպի աջ նորից Աղազարյանն այստեղ է դեպի կենտրոն Արամ Եգանյան ու հիմա արդեն գրո է փորձում սկսել շատ լավ է անցնում գրոյի անմիջապես Բենֆիկան Մխիթարյանը աջ եզրում է մի փոքր հեռու թողեց Մխիթարյանը գնդակ ու Ջուլիկյանը իհարկե շատ վստահ Խալացյան եթե ստացվեր Եգանյանին անցնել իհարկե դա այլ գրո հետ բայց հիմա Բաբախանյանն է փորձում եւս մեկ գրոյի սկիզբը հասցնել Միլանի համար պարզապես նորից փակվեց Արսեն Բաբախանյանի փոխանցման ճանապարհը այո իհարկե թիմերը շատ լավ ուսումնասիրել են մեկը մյուսին, մեկը մյուսի առաջատար ֆուտբոլիստերին ու այսօր իսկապես վերահսկողություններ պետք է իրականացնեն մրցակից թիմերում հանդես եկող խաղ կազմակերպող ֆուտբոլիստերի վրա դրանից շատ մեծ բան է կախված լինելու ցանկացած թիմի ակտնակի գործում Աղազարյան դեպի աջ ուղարկում գնդակը Մխիթարյանն այստեղ է մեկ հպումով դեպի առաջ Իսրայելյանը շատ հաջող իջեցրեց այստեղ գնդակը ու կարողացավ այն Բայց դաշտի սահմաններում ինչ են պահանջում այստեղ մրցավարից խաղի կանոնների խախտում, բայց ամեն ինչ հստակ տեսա մրցավարը Բաբախանյան պետք է տեղափոխել գնդակը հակառակ եսը շատ վստահ անցում Արսեն Բաբախանյանից գերացած փոխանցում Դուրյան բացել է պետք աշիվ ու այստեղ Ուլյանցը փրկում է ամենավտանգավոր բանն էր սա այս հանդիպանիշ փոխանցում Բաբախանյանից եւ ինչ մոտ տարածությունից հարված կատարեց Դուրյանը պարզապես Ուլյանցը ամենաճիշտ տեղում էր ու Դուրյանը հասցնում է նաեւ այստեղ շատ մաքուր գործել ու չեզոքացնել Բենֆիկայի գրոհը եւ հիմա արդեն անկյունային է իրականացնելու արդեն Բենֆիկան արդեն տեսնում է գնալով հանդիպումը շատ է թեժանում, շատ է լարվում եւ դա իհարկե արդեն իր գործը խաղադաշտում տալու պարզապես եթե մեկ դարպասի գրավում տեսնենք ամեն ինչ արդեն ավելի կսրվի դրանում երկու կարծիք լինել չի կարող հեռացեց այստեղ եթե չեմ սխալվում Անդրեասյանը գնդակ ու արդեն եզրային նետման
հնարավորությունը Բենֆիկային է Արամ Եգանյան Գնդակը դեպի առաջ Լյուքսեն Սահակյան մեկը մովտովեց գնդակը Սահակյան Այրապետյանին եւ այստեղ նորից եթե չեմ սխալվում Անդրեասյաններով փակեց Արցախի առաջ խաղացման ճանապարհը նորից է ես նետելու Բենֆիկան Աղբազարյան շատ լավ այստեղ նկատեց Ղազարյանի առաջ խաղացումը, բայց հիմա Լյոնուս Ահմադն է փակում գնդակի ճանապարհը Նորից Տիգրան Աղբազարյանի մոտ է հայտնվել գնդակը Աղբազարյան կա փոխանցումը եւ անկյունային հարված այո իրականացնի այլ Բենֆիկան եթե չեմ սխալվում Ահմադին դիպավ գնդակում նոր հեռացավ դաշտի սահմաններից դուրս Իսրայելյան շատ լավ համագործակցություն հրաչ Ղազարյանի հետ Ղազարյան փոխանցումը այստեղ փոխանցումը փակվեց Ղազարյանի ու եւս մեկ անկյունային արևը նորից Ահմադից է հեռանում գնդակը դուրս Ղազարյան հիմա եւս մեկ փոխանցում կա ու արդեն այստեղ մի փոքր վտակը չեզոքացեցին իրան տղաները, բայց իհարկե դեռ գնդակը մնում է Բենֆիկայի ֆուտբոլիստների մոտ Աղբազարյան դեպի Գուլյանցը գլորեց գնդակը դարպասապահը օրքից սկսում է Բենֆիկա եւս մեկ գրոյի փորձ Արամ Եգանյան շատ վստահ գործում Եգանյանը դեպի Իսրայելյան ուղարկեց գնդակը ու Ջուլիկյան շատ լավ գործեց եւ ստիպեց մրցակցին խախտել այո խաղի կանոնները Դուրյանն էլ արագորեն գնդակ ուղարկեց Հունանյանի ուղղությամբ վտանգավոր է Հունանյանն ու մի փոքր աննշան շեղությամբ մտածավ հիմա Միլանի հավաքի կատարած արված այո երկու շատ վտանգավոր պահեր ունեցավ այս խաղում Միլանը բայց դեռ չօգտվեց այդ հնարավորություններից առաջի դեպքում Դուրյանն էր արվածային դիրքում հիմա Դուրյանը փոխանցում կատարողներ ու Հունանյանը ավելի շատ շանսեր ուներ Դարպասի գրաման, քանի որ Դուրյանի հարվածի ժամանակ Գուլյանցը դուրս եկավ դարպասից ու կտրեց անկյունը եւ թույլ չտվեց լավ հարվածի նախապատրաստվի Վիգեն Դուրյանը, իսկ այստեղ արդեն ինչ իրավիճակ է ձեռքով խաղ են պահանջում Բենֆիկայի ֆուտբոլիստները մրցավարը հստակ տեսավ ամեն ինչ, իսկ Բաբախանյանի այս հարվածը շեղությամբ է ստացվում Դուրյան, նորից Վիգեն Դուրյանը վերահսկում է պաշտպանությունը լավ նկատեց Սեյրան Խալացյանին, կա կենտրոնում Բաբախանյանը, Արսեն Բաբախանյան կրունկով դեպի Հունանյանները փորձում ուղարկել, բայց կռահել էին նաև այդ մտահղացումը Բենֆիկայի ֆուտբոլիստները ու փակեցին Բաբախանյանի փոխանցման ճանապարհը։ Խալացյան պետք է արվածել, այդպես էլ արեց Խալացյանը, բայց փակվեց գնդակի ճանապարհը Լյուքսեն Սահակյանն ու ինչ է այստեղ։ Ձեռքով խաղ Լյուքսեն Սահակյանի կողմից, այո։ Եվ եւս մեկ ստանդարտի հետևենք նորից Վիգեն Դուրյանն է տեղադրել գնդակը նա է պատրաստվում հարվածի այո կարծում եմ հարվածի քանի որ Դուրյանը կարող է խոցելի հարված իրականացնել Կասուլիչը Դուրյան այդպես էլ արեց բայց Մխիթարյանը կանգնեց գնդակի ճանապարհին հետո էլ արդեն Հայրապետյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում եւ հիմա կարող է մի փոքր ավելի արագ հակագրել Բենֆիկան Մխիթարյանը անցումը շատ լավն է դեպի Սահակյանը աչից կա տարբերակ ուշ նկատեց Լյուքսեն Սահակյանը ստիպված եղավ ետ ուղարկել գնդակը Ջուլիկյան շատ վստահ գործում բայց Հրաչ Ղազարյանը նույնպես եւ հիմա Բենֆիկան քանակական առավելությամբ նետվել է գրոյի Ղազարյան փոխանցում դեպի աջ վտանգավոր իրավիճակ է ու Ահմադ բրավո շատ լավ փակեց Յոնուս Ահմադը մրցակցի փոխանցման ճանապարհը շատ լավ իրավիճակ էր որը կարող էին նպատակին իրականացնել Բենֆիկայի ֆուտբոլիստները բայց Ահմադը բառից բուն իմաստով այստեղ խնդիրներ առաջացրեց Բենֆիկայի համար Ջուլիկյան լավ է գործում այստեղ եւ հեռացնում գնդակը Հայրապետյան Դերվից հարված ու շատ վտանգավոր հարված էր բայց բարձր մտածավ Հայրապետյանի կատարած հարվածը
17 րոպեները անցան հանդիպան մեկտարկից եւ 8 րոպե միջև առաջի խաղակեսի ավարտում են թիմերը իրենց տրամադրության տակ հաղթանակի եւ խաղակեսում հաղթանակի հասնելու մասին Արտաշ Ջուլիկյան ու թույլ եւ շեխ ստացվեց այստեղ Ջուլիկյանի արվածը նկատեց Խալացյանին, Խալացյանն էլ դեպի Հունանյանը վտանգավոր էր, բայց Հունանյանը կարծում եմ չհավատաց, որ այս գնդակը իրեն հասնելու է, քանի որ Արամ Եգանյանն էր կանգնած նրա առջևում ու մեծ ցանկության դեպքում Եգանյանը կարող էր թույլ չտալ իր փոխանցումը հասի դեպի Հունանյանը Ղազարյան ուարկում է գնդակը Հաղթազարյանն էլ դեպի առաջ ու հիմա տեսնենք այս գրոհին չէ տալու Բենֆիկային Մխիթարյանն աչի եզրից փոխանցում հարված էլ կա ու Ղազարյանը տեղում էր Այրապետյանի հարվածի ժամանակ արագ նետում դեպի Էրիկ Հունանյանը չանցավ այստեղ Հունանյանի փոխանցում ու նորից Բենֆիկան կարող է վտանգավոր գրոհ իրականացնել Մխիթարյան շատ նուրբ փոխանցում դեպի Արություն Մկրտչյանով Հարվածեց նույնիսկ ու ծափարություններ Ղազարյանին այս իրավիճակը նույնպես փրկելու համար Ղազարյան այստեղ կա փոխանցում շարունակում է Բենֆիկան գրոհելու եզրային նետում իրականացնում է Բենֆիկան Իսրայելյան հարավ գնդակի հետ Իսրայելյանով է հարվածելու հենց դա էլ հարվածեց ու Ղազարյանը նորից որսում է գնդակը իսկապես շատ ակտիվ են թիմերը այս րոպեներին խաղադաշտում միայն պակասում է խաղադաշտում դարպասի գրավումը մենք ավելի իհարկե ինտենսիվ ֆուտբոլ կդիտենք Արսեն Բաբախանյան դեպի Հունանյանը հասավ գնդակը Հունանյանի ոչ ուժեղ էր մի փոքր փոխանցում Հունանյանն էլ չհասավ այս գնդակին ու արդեն հարված Հուլյանցի պաշտպանած դարպասից Հաղթազարյանի երկար փոխանցում առաջ այստեղ ներողություն Ջուլիկյանն շատ լավ գործեց, բայց Միլանն էլ չգրոհեց իսկ հիմա սխալ շատ պարզ իրավիճակում, որից Հունանյանը կարող էր օգտվել, բայց այստեղ չժպտաց Միլանի ավագին բախտը փակվեց Հունանյանի հարվածի ճանապարհը ու տեսնենք եզրային նետում իրականացված է Բաբախանյան, նորից Հունանյան Արցեն Բաբախանյանի Խալացյան կրունկով դեպի ետ Բաբախանյանն է հարվածում ու այստեղ էլ Հաղթազարյանի վրա են տունում հարվածը իսկ հիմա նորից կփորձի գրոհել Բենֆիկան այո դատար է վերցնում ու տեղափոխում գնդակը դեպի Վլադ Մխիթարյանը կա կենտրոնում Իսրայելյանի տարբերակը բայց արդեն գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս դեր ունեցավ Միլանի կազմում թիմի ավագ Հունանյանը լքեց խաղադաշտում նրան փոխարեն Ելսո Սահակյանը կշարունակի հանդիպումը ստացվեց Ջուլիկյանի մոտ հասցեագել գնդակը Խալացյանին ու շարժվում է առաջ Սեյնա Խալացյանը տեսնենք ինչ տարբերակներ փնտրի Խալացյան վստահ է գործում Խալացյանը Բաբախանյան ու հիմա Եղավ ահանադարձ այո քանի որ արդեն պատրաստ էին տոնել Միլանի գոլը բայց Արսեն Բաբախանյանի հարվածը դիպավ Բենֆիկայի ֆուտբոլիստներից որևէ մեկին ու հեռացավ դաշտի սահմաններից դուրս հենց Բաբախանյանն անկյունայինը իրականացնում է նորից գնդակը կլինի Միլանին այո Ահմադին չէր դիպել այս անգամ գնդակը Տուրյանն նետում եզրից, Հաղթազարյանն առաջին դեր, ով արտակարգ են գնդակին
Բրոնկով հաստրեց Իսրայելյանը գնդակը վրա Բխիթարյանին դեպի առաջ Մկրտչյանն այստեղ է մեկը մեկի դեմ պայքար ու այստեղ բրավո Անդրեասյան շատ վստակ գործեց Միլանի պաշտպանը Բաբախանյան մեկը դեպի Խալացյան ուղարկում գնդակը Զենյակ Խալացյան նորից Բաբախանյան Արսեն Բաբախանյան եւս մեկ գործ ու բարձր ստացվեց այս անգամ Արսեն Բաբախանյանի հարվածը այո պետք է Բաբախանյանին վերահսկողության տակ առնեն Բենֆիկայի ֆուտբոլիստները նա ճիշտ է մի քանի իրատեսական հնարավորություն կորցրեց, բայց իհարկե նաև ֆուտբոլիստն է, ով կարող է ցանկացած դրված գոլով ավարտել ու այդ գնդակները, ինչպես փաստացի մի քանի կարևոր խաղերում հաղթական են հանդիսանում Միլանի ֆուտբոլիստների համար։ Շատ լավն է նաև այստեղ Իսրայելյանի փոխանցումը Բխիթարյան ու այստեղ նորից Յոնուս Ահմադն է կանգնում գնդակի ճանապարհին, բայց Բենֆիկան շարունակում է իր գրոհը, տեսնեք այս գրոհը ինչ է տալու Բենֆիկային Մկրտչյան փոխանցումը կա ու այստեղ Վիգենդուրյանը ոչ Իսրայելյանը ավելի լավ գործեց այս իրավիճակում հարվածեց ու պատռում է դարպասը 1-0 Բենֆիկան առաջ է հասնում հաշվի մեջ Վարդեց Իսրայելյան 1-0 Բենֆիկան խաղակեսի վերջնամասում բացում է հատիպան հաշվիով ինչ մաց ու հարված է իսկապես Իսրայելյանի կատարմամբ հեռավոր վերին անկյունը գրավեց այն անկյունը որտեղ ոչ ոք չէր սպասում որ կարող է հարվածել Իսրայելյան այդպիսի դիրքից այո շատ լավ հարված ու առաջին դարպասի գրավումը ունեցանք անուն արդարության իհարկե ասենք մի փոքր ավելի ակտիվ էր Միլան այս անցած 20-21-22 րոպեների ընթացքում Բայց առաջին հաջողության է հասնում Բենֆիկան, այնպես չէ որ Բենֆիկան չուներ պայել, ուներ, բայց իհարկե հիմա այս հարվածը ավելի վտանգավոր ու դիպուկ ստացվեց Հունանյան ցածրից ու այստեղ էլ Իսրայելյանն է հեռացնում գնդակը Լեքսոս Սահակյան փորձերից բայց չէ ստացվում Լեքսոս Սահակյանի կատարած հարվածը ու Արտազարյանը երկար ուժեղ փոխանցում է կատարում դեպի Մկրտչյանը ինչ լավ իրավիճակում հիմա այլ հորիզոնական դարպասաձողն է օգնում Միլանին ինչ արեց Բենֆիկան այս իրավիճակում իսկապես Հաղթազարյանի մեկ փոխանցում ու արդեն Մկրտչյանը հարվածային դիրքում էր հիմա նորից գրում է Բենֆիկան ու կրկնապատկում է իր առավելությունը 2-0 Երկուսրու Արամ Հայրապետյանը կրկնապատկում է արդեն Բենֆիկայի առավելությունը, սա արդեն պետք է անհանգստացնի Միլանին, արդեն նրանք պարտվում են երկու գնդակի տարբերությամբ, ինչպես Բենֆիկան իհարկե կրկնակի ավելի շատ Միլան այստեղ է երեք միավոր վաստակելու համար Բաբախանյանին ճուճ փոխանցեց դեպի Խալացյանը, այո չէի նկատել կարծում եմ պետք է ուշեն Արսեն Բաբախանյանին այստեղ Իհարկե ինչու եմ կրկնում, ինչու եմ ասում կրկնակի անգամ ավելի շատ պետք է մտածի Միլանը երեք միավորի մասին, քանի որ իհարկե պարզ է, դե Բենֆիկան առաջ է Միլանից ու իհարկե Միլանը ավելի շատ պետք է մտահոգված լինի այս խաղում հաղթելու մասին, բայց փաստացի այնպես է ստացվում, որ հիմա երկու գնդակի առավելությամբ հաղթում է հենց Բենֆիկան Եվ հիմա էլ անկյունային են վաստակում Բենֆիկայի ֆուտբոլիստները, այո Մկրտչյան երկար փոխանցում Հայրապետյանի ուղղությամբ Եգանյան Ինչ է այստեղ հարված դարպասից, այո կլինի Բենֆիկայի ֆուտբոլիստից հեռացավ գնդակը, Ղազարյանն էլ երկար փոխանցում է կատարում առաջ եւ շատ գրագետ է գործում այստեղ Տիգրան Արտազարյանը Ղազարյանը նետեց Եսրից Հաղթազարյանն էլ դեպի առաջ ուղարկեց գնդակը Ահմադ մեկը բուգով Խալացյան ոչ ստացվեց պայել գնդակը խաղակեսնել հենց այստեղ ավարտում ենք 2-0 հաշվով հաղթում է Բենֆիկան կարճ դատար որից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլասերները մենք վերադառնում ենք այս հետաքրքիր հանդիպան երկրորդ խաղակեսը միասին Դիտելու առաջի կեսից հետո երկու գոլի առավելություն է ստացել Բենֆիկան ու
Տեսնենք արդեն ինչպես պետք է փորձի պատասխանել այս ամենին առաջին հերթին Միլանայոն նրանք պարտող կարգավիճակում են հայտնվել Մկրտչյան կարայող խաղի կանոնների խախտում այստեղ Լեքսո Սահակյանի կողմից Ստանդարտը Գլորում դեպի ետ Ղազարյան այստեղ է երկար փոխանցում սա հարվածի նմանվեց ու այստեղ վերջի բայ Ղազարյանը դարպասապա Ղազարյանի մասին է խոսքը Հովհաննես Ղազարյանի կարողացավ Բենֆիկայի ֆուտբոլիստ Հրաչ Ղազարյանի հարվածը հեռացնել շատ վտանգավոր հարված է դեպի հեռավոր անկյունը եւ հիմա անկյունային հետևենք որը Բենֆիկան է իրականացնում բայց Օմանյանը հեռացեց այստեղ գնդակը Եսից նետելու եմ Բենֆիկան Լուքսա Խիթարյան շատ լավ փոխանցում է դեպի Տիգրան Հաղթազարյանը դեպի Աչել Հաղթազարյան ուղարկեց գնդակ Իսրայելյանի ուղղությամբ երկար փոխանցում առաջ Իսրայելյանի կողմից Հրաչ Ղազարյան դեպի Մխիթարյանը կա Աչից Լյուքսեն Սահակյանը բայց Հարություն Մկրտչյանին ուղարկեց Մխիթարյան ու Մկրտչյանի կատարած փոխանցումը ուժեղ էր Եվ հետո էլ փաստացի կորցրեց գնդակը Բենֆիկան ինչ նետում էր Դուրյանից ու այստեղ Հուլյանցը դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը այլապես Սեյրան Խալացյանը արդեն պատրաստ է հարված կատարելուն Հաղթազարյան սա հերվից հարված էր ու ինչ գնդակ կտեսնենք եթե գրավ էր ցանցը Հաղթազարյանը Հովհաննես Ղազարյանը ուժեղ փոխանցում դեպի Հունանյանը հասավ գնդակ Երիկ Հունանյանին Հունանյանը արդեն ճիշտ դիրքավորվեց, հետո Հունանյանն վերականգնում է գնդակը եւ վաստակում այս եզրային նետումը թիմի համար ինքն լետեց Արսեն Բաբախանյան բայց այստեղ թույլ է ստացվում Հունյանի փոխանցումը ու կրկին Միլանն է նետելու եզրից Սահակյանը նետեց դեպի կենտրոն Հրաչ Ղազարյան եւ կարայող խաղի կանոնների խախտում Հետևենք այս տուգանայինին, որը իրականացնում Միլանը, մասնավորապես Արսեն Բաբախանյանն է գնդակի մոտ, Բաբախանյան փոխանցում էր, բայց այստեղ հեռացեց Տիգրան Հաղթազարյանը գնդակը, ես իսկ նետի Միլանը, Սահակյանը եզրային է տում, կտեսնենք Դուրյան ու այստեղ Դուրյանից եղացավ այո գնդակը դաշտի սահմաններից դուրս Տիգրան Հաղթազարյան եւս մեկ գրոհ է փորձում սկսել Բենֆիկան Սահակյանը ուղարկեց գնդակը Ձախեզր Մկրտչյանի ուղղությամբ Ղազարյան Նորից Հաղթազարյանն է հասցեակում գնդակը ու շարժվում է առաջ Տիգրան Հաղթազարյանը լավ նկատեց Լյուքսեն Սահակյանին Ղազարյան հանգիստ խաղարկում է առայժմ Բենֆիկանի կիսադաշտում գնդակը Հաղթազարյան նորից Ղազարյան ու տեղափոխված է շատ գրագետ կերպով գնդակը Աչեզր Վլադ Մխիթարյանի ուղղությամբ Հաղթազարյան միացել է Տիգրան Հաղթազարյանը թիմի գրոհին նորից Մխիթարյան
Իսրայելյան, Հրաչ Ղազարյան, հարված ու այս գրո տակտիկական գրո Բենֆիկան գոլով է ավարտում շատ շքեղ կոմբինացիաներ եւ Հրաչ Ղազարյանը խփում է երրորդ գնդակը Բենֆիկայի համար։ Հրաչ Ղազարյան 3-0 դարձավ հանդիպան Աշիևը ու արդեն ամեն գնդակից հետո իհարկե Միլանի խնդիրը էլ ավելի այդքան էլ բարդանում է ու պետք է Միլանը մտածի իսկապես այս ամենը որևէ կերպ շտկելու մասին իհարկե դեռ ոչինչ չեմ ուզում ասել Միլանին մեկ գնդակ է անհրաժեշտ իհարկե խաղ վերադառնալու համար այսպես ասեմ եթե մեկը խփի Միլանը բնականաբար ինչպես շատ ու շատ դեպքերում ոգևորության ալիքի ներքո նրանք կարողանում են նրանց մոտ ստացվում է այդ ալիքը պահպանել բայց առայժմ իսկ այդ մեկ գնդակը Միլանը չի հեղինակել ճիշտ է դեռ երկրորդ խաղակեստրերն է մեկ տարկել այնպես որ կարծում եմ Միլանը կունենա իր հնարավորությունը ստանդարտ Հունանյան եւ Իշկարակոց բայց Խուլյանցը հեռացեց Դուրյանի արվածն բավական բարձր է ստացվում Գրոյ փորձում սկսել Արամ Եգանյան Լյուկ Սահակյան շատ գրագետ է Բենֆիկան դուրս գալիս պաշտպանությունից Ղազարյան ու խախտեց Ահմադ այո խաղի կանոնները այստեղ Եգանյան երկար փոխանցում առաջ Սահակյանն է այստեղ էլ գնդակի խլում իրականացնում թված մի պատ է արդեն Միլանը գրո է սկսում բայց հիմա Մխիթարյանի գրագետ փոխանցումը հասնում է Իսրայելյանին գրոհը տեսնենք ինչով է ավարտելու Բենֆիկան գոլով 4-0 Լյուքսեն Սահակյան արդեն շատ խոշոր է դարձում Սահակյանը Բենֆիկայի առավելությունը Լյուքսեն Սահակյան 4-0 շատ գրագետ կոմբինացիոն գոլ կրկին Բենֆիկայից ինչպես երրորդ գնդակներ այնպես էլ հիմա բայց հանուն արդարության ասենք այս գոլը իհարկե կառուցեց Վլադ Մխիթարյանի բառահեղ փոխանցումը որից հետո Իսրայելը մատուցեց գնդակը Սահակյանին Սահակյանն էլ գրավեց դարպասը ու շատ վստահ կերպով Բենֆիկան արդեն ունի 4 գնդակի առավելություն Ղազարյան Մկրտչյան լավ անցումներ ու ևս մեկ գոլ 5-0 իսկապես արդեն դարձրեց Բենֆիկան հանդիպման Աշիևը հիմա Հարություն Մկրտչյանն է դառնում գոլի հեղինակ ու սա նրա առաջին գնդակն էր այս խաղում իսկապես արդեն իհարկե 3 պիավոր էր կապված կարծում եմ այս գոլով Բենֆիկան բոլոր հարցերի պատասխանը տվեց Հունանյան շատ շքեղ անցում բայց հիմա ինչ է տեսնենք առաջին մրցավարը ոչինչ չի նշանակում կարծում եմ բայց կուսումնասի դրվագը փոխարենը Բենֆիկան ևս մեկ գրոյի անցնում նորից Իսրայելն աչքի եզրով շատ լավ անցում իրականացեց բայց այստեղ ստացվեց Միլանի մոտ հեռացնել գնդակը Բաբախանյան մեկ հպումով դեպի Խալացյանը կա Հունանյանի տարբերակը Խալացյան տանտաղեց ու հետո Ղազարյանը փակեց գնդակի ճանապարհը Անդրեասյան երկար փոխանցում շատ լավ ընդգծեց այստեղ Հունանյանի համար այս փոխանցումը բայց Հունանյանի փոխանցումը Արամ Եգանյան Հասան Եգանյանն էլ խորքից փորձում է սկսել Բենֆիկայի համար ևս մեկ գրոհ Ղազարյան Իսրայելյանի ուղղությամբ դեպի Լյուքսեն Սահակյանը լավ է շրջում Սահակյանը Մխիթարյան դեպի առաջ բայց այստեղ արդեն
գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս։ Ուրյան մտածեց Մանյանին, բայց փոխանցումը մի փոքր առաջ կատարված։ Հրաչ Ղազարյան հասցեակեց գնդակը Հաղթազարյանին, Հաղթազարյանն էլ դեպի Հաջեզր Իսրայելյանի ուղղությամբ։ Եվս մեկ երկար փոխանցում։ Բայց այս գնդակը ոչ ոքի համար նախատեսված չէր և իստեղնելու է Միլանը Արսեն Բաբախանյան, գուցե ինքը փորձի հարվածել, Բաբախանյան լավ արգելը լակում է դեպի Ահմադը, բայց այստեղ սայտակեց Յոնուս Ահմադը, իսկ հիմա Բենֆիկան նորից տետվում է առաջ 5-3-ի դիմաց, այո, շարժվում են առաջ Բենֆիկայի ֆուտբոլիստերը, տեսնենք այս գրող Հաղթազարյան, Մխիթարյան ու այս անգամ Ղազարյանը փրկեց, Դուրյանն էլ հեռացեց գնդակը խաղադաշտից դուրս, այո, շատ ևս մեկ գրակ է կոմբինացիոն գրող էր Բենֆիկայի կատարմամբ, բայց այն այս անգամ գոլի չվերածվեց։ Փոխարեն անկյունային խաղարկված է Իսրայելյան տարավ դեպի ձախ գնդակ Իսրայելյանը ու հարվածեց, բայց գնդակը միայն կողքից դիպավ ցանցին։ Եվգեն Դուրյանը ուղարկում է գնդակը Խալացյանին, Բաբախանյան դեպի Ժուլիկյան ուղարկեց գնդակը, որից Բաբախանյան լավ շրջվեց ու հարվածեց և այո, ինչպես սովորաբար նա օգտվում է իր հնարավորություններից, մեկ գնդակ հեղինակում է այս խաղում Միլանը, 5-1 Բաբախանյանը դարձեց հանդիպան հաշիվը։ 5-1 այո, մեկ գնդակ ստացվեց հեղինակել Միլանի մոտ։ Բաբախանյանին աչքաթող արեցին ու նա էլ ինչպես ասացի օգտվեց իր հնարավորությունից, բայց իհարկե այս մեկ գնդակը ոչինչ չի նշանակում դեռ 4 գնդակ էլ անհրաժեշտ է, իսկ ժամանակի տեսանկյունից ընդամենը 12 րոպե խաղաժամանակ ունի Միլանը։ Եվ սա իհարկե դեղին կարտ է Մանյանին։ Հաղթազարյան, ներողություն, Մկրտչյանն էր, այս իրավիճակում չանցավ Մկրտչյանի փոխանցումը Դուրյան շատ ռիսկային խաղաց, այո Վիգեն Դուրյան այս իրավիճակում շատ ռիսկային խաղի կանոնների խախտում այստեղ։ Ստանդարտին հետևենք, կա մրցավարի Սուլիշ Տիգրան Հաղթազարյանը կիրականացնի այն, փոխանցում Բաբախանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Ղազարյանն էլ վերցրեց ու նետեց հենց Արսեն Բաբախանյանի ուղղությամբ, շատ գեղեցիկ անցում, բայց փոխանցումը թույլ է ստացվում Արսեն Բաբախանյանի։ Մի փոքր ուժեղ, ապա արդեն Միլանը կգրոյի այդ փոխարեն հիմա Բենֆիկան գրոյեց ու կորցրեց գնդակը և ևս մեկ փոխանցում, այս անգամ հասավ գնդակը Խալացյանին, ով հարվածեց, բայց Խուլյանցը տեղում է, այո թույլ ստացվեց արդարություն ասենք նաև Խալացյանի կատարած հարվածը։ Ումանյան դեպի կենտրոն փորձեց ուղարկել գնդակը, բայց խլեց Բենֆիկան այս իրավիճակում ու Մխիթարյանը սկսում է ևս մեկ գրոժ, 3-3-ի դիմաց Վլադ Մխիթարյան, լավ արգելակում էր Մխիթարյան, փոխանցումը գերազանց էր Հրաչ Ղազարյան, բայց Հովհաննես Ղազարյանը փրկում է, Հայրապետյան նորից Ղազարյանին է ուղարկում գնդակը, կան տարբերակներ, ով է հարվածելու,
Ով է հարվածելու Իսրայելյան ու Ղազարյանը փրկեց, այո, որքան տապավաց քաղաքեց Իսրայելյան ու հեռու արկրակոց արձակեց, բայց Հովհաննես Ղազարյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Կա փոխանցում այստեղ էլ Մկրտչյանի մոտ հարվածը չստացվեց, Հայրապետյան ու Ահմադը լավ գործեց։ Մկրտչյան, բայց այստեղ Էրիկ Հունանյանին է բաժինացնում գնդակը, իհարկե չկար տարբերակներ, շատ գրագետ վարվեց Հունանյանը, եւս մեկ փոխանցում էլ Դուրյանից հաշվենկա կերպով ասավ գնդակը Ահմադին, Ահմադ շատ լավ նկատեց Հունանյանին ու ուղարկեց գնդակը ձախ եզր, տեսնենք Հունանյանն ինչ է մտածել, Էրիկ Հունանյան, բայց շատ հեռու թողեց գնդակը եւ հետո էլ ստիպված եղավ խախտել խաղի կանոնները։ Մկրտչյան այստեղ էլ լավ գործեց Միլանի պաշտպանը Մխիթարյան ստացվեց ազատվել գնդակից Հայրապետյան դեպի աջ է ուղարկում գնդակը հրաշ Ղազարյանի ուղղությամբ բարձից փոխանցում ու այստեղ փրկվեց հիմա Միլանը Ղազարյան երացավ այո գնդակը դարձի սահմաններից լավ անցում էր ու խաղի կանոնները խախտված է այո Հալացյանի դեմ պայքարում արագ խաղարկում է Միլանը գնդակը Բաբախանյան դեպի Հունանյան այս անգամ չանցավ Էրիկ Հունանյանի փոխանցումը շարունակում է նամանալ գնդակով ու հարվածել եւ Հուլյանց բրավո այո որսած գնդակը այլապես արդեն Յոնուս Ահմադը պատրաստ էր հարված կատարելու եւ Հուլյանցն էլ շատ գրագետ փոխանցում է կատարում բայց կասեցումը լավը չէր Հայրապետյանի մոտ բայց այստեղ էլ Վիգեն Դուրյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու սկսում Միլանի եւս մեկ գրոմի փոքր արագացնել է պետք Դուրյան հերվից հարված ու դարպասածողին դիպչելով գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս այ քեզ կրակոց բայց չհայտվեց եւ ինը գնդակը ցանցում նույնիսկ այս հարվածից հետո Հայրապետյան շատ լավ անցում է եւ խախտեց Արտաշ Ժուլիկյանը խաղի կանոնները Կա մրցավարի Սուլիչը Ղազարյանն ուղարկում է գնդակը Հաղթազարյանի ուղղությամբ Իգան Հաղթազարյան Մխիթարյան գեղեցիկ էր իսկապես այս փոխանցումը Ղազարյան հեռու թողեց ու Ջուլիկյանը խլեց գնդակը եւ տեսնենք այս գրոհը Միլանին ինչ կտա Խալացյան կան տարբերակներ կա փոխանցում Բաբախանյան դուբլը կտեսնենք արդեն Բաբախանյանին նա սովորաբար այո չի վրիպում 5-2 դուբլ Բաբախանյանից այս խաղում
Արսեն Բաբախանյան 5-2 այո Ջուլիկյանը խլեց գնդակ ու սկսեց գրո Միլանի համար եւ այն Արսեն Բաբախանյանն ավարտեց գոլով։ Հիմա նորից Բաբախանյանն գնդակով եւս մեկ փորձ այս անգամ արդեն բարձր ստացվեց մի փոքր ավելի անարմար դիրքից հարվածեց Բաբախանյանը իհարկե նրան ամենուր կարող ենք տեսնել հարվածելիս շատ վտանգավոր է իսկապես հարվածում Բաբախանյանը եւ օրինակ այս դրվագը տեսեք 2-3 ֆուտբոլիստ եւ գնդակը Բաբախանյանի մոտ են մի անգամից վրա հասան Չտվեցին նա ավելի լավ հարմարեցի գնդակի ձախ ոտքին ու կատարի հարված Ջուլիկյան մաքուր էր այստեղ չկար ոչինչ Բաբախանյան այս գրո տեսնենք Հունանյանն է հիմա այլ հարվածում ու թույլ ստացվեց Հունանյանի հարվածը Այո եթե հիմա եւս մեկը կարողանար Միլանը խփել ապա չգիտեմ իհարկե չեմ ուզում ասել Բենֆիկան այդպես հեշտությամբ իհարկե չի հիմա ակնհայտ խաղում Նուրյանի կողմից սա դեղին կարտ է այո Ստանդարտին հետևենք շատ մոտ տարածություն հարվածին համար շատ լավ տարածություն տեսնենք ով է այդ պատասխանատվությունը վերցնի լուսերին Հարություն Մկրտչյան Տիգրան Աղնազարյան այս երկուսն են գնդակի մոտ կարծես Մկրտչյանն է պատրաստվում Սուլիչը կա Մկրտչյանը մոտենում է հարվածում ու Հունանյանը այով Քիչ առաջ գնդակի մոտ էր հեռացավ ու շատ ճիշտ դիրքավորվեց եւ փակեց գնդակի ուղղությունը Եվս մեկ փոխանցում Բաբախանյանն է հիմա էլ հեռացնում գնդակը ու այն կրկին Բենֆիկայի ֆուտբոլիստերի մոտ է սխալ այստեղ Հունանյանը խլեց գնդակը եւ ոչ միայն սխալ նաեւ կոպիտ խաղի կանոնների խախտում ու Ձեղին քար Գևորգ Սուրմալյանին այս իրավիճակում այո Տեսնենք Բաբախանյանն է հարվածելու ոչ Հունանյանն է հարվածելու ինչ գնդակ Հունանյանից ինքերեք սա հարված էր որին ոչինչ անել չէր կարող կրակոտ հարված ու դարպասը գրավված է 5-3 է Հունանյանը դարձնում հանդիպան հաշիվը իհարկե սա ոչ միայն հարված է այլ մոլորակային հարված ու ոչ ոք ոչինչ անել չէր կարող տնային աշխատանք իհարկե երևաց Միլանի գործողություններում Բաբախանյանը թողեց գնդակը հետո էլ արդեն Հունանյանի հարվածից հետո ոչ ոք ոչինչ անել չէր կարող Գալացյան ու Մկրտչյանը տարավ գնդակի հիմնական ժամանակի վերջին րոպեն նույնպես մեկ տարկած է իհարկե եթե մեկը խփի հիմա Միլանը մրցավարը կփոխհատուցի կարծում եմ Ջուլիկյան շատ լավ անցում Ջուլիկյանից աչից կա Հունանյանի տարբերակը Էրիկ Հունանյանը Ուղուլյանցը փրկում է այստեղ արդեն բայց ոչ այնքան չի հավարտվել հիմա արդեն Լեքսո Սահակյանի հարվածով ավարտվում է այո այս գրո ուզում էի ասել շահունակություն է ստացել գրողը բայց Լեքսո Սահակյանը բարձր հարվածեց Երկար փոխանցում առաջ այստեղ էլ Գնդակը բաժին է հասնում Միլանին ու Ահմադը արգելակում են տարբերակներ է փնտրում թողեց գնդակը Դուրյանին կա Հունանյանի տարբերակը երկար կրոս դեպի մրցակցի Տուկանայինի մատույցներ ու Հունանյանը այստեղ Ձերքով խաղաց բայց մրցավարը ավարտեց այո հենց այստեղ էլ հանդիպումը շնորհավորում ենք Բենֆիկային հերթական 3 միավորի կապակցությամբ ծափարում ենք Միլանին եւ Բենֆիկային այս հրաշալի ու գոլարել հանդիպան համար խաղային օրը ինչպես նաեւ խաղային շաբաթը ավարտում ենք այս խաղով բարի գիշեր ու ամենայն բարիք